Ողջույն, Armenia TV եթերում աշխարհի ամերով ծրագիրն է։ Ես ճամփորդում եմ։ Դա նշանակում է մոտակա րոպեները լինելու են շատ հետաքրքիր։ Չփոխեք ալիքը։ Այսօր ծրագրում ես հայտնվելու եմ Ձկնորսների գյուղում։ Տեսնելու եմ ինչպես են այստեղ Ինդոնեզիայի կղզիներից մեկում մարդիկ ապրում։ Դրանից անմիջապես հետո հայտնվելու եմ մի հյուրանոցում, որը ինձ հիշեցնելու է Մալդիվյան կղզիները։ Բաց չթողնեք, լինելու է շատ հետաքրքիր։ Ես չգիտեմ դուք որ ժամին եք հենց իմանայում աշխարհի ամերով ծրագիրը, բայց այստեղ Ինդոնեզիայում առավոտյան ժամը 7-ն է։ Ես Սուլավեսի կղզում եմ Ռամանկ գյուղում։ Հայր, ձեզանից շատերին թվաց, թե ես հենց հիմա գտնվում եմ Մալդիվյան կղզիներում։ Այո, հյուրանոցը իսկապես նման է, բայց ոչ, ես Ինդոնեզիայում եմ։ Այսօր շատ հետաքրքիր օր է սպասում ինձ, իսկ դա նշանակում է, որ շատ հետաքրքիր հաղորդում է սպասում ձեզ։ Ես կանգ եմ առել տեղի, այսպես ամենաէկզոտիկ, ամենագեղեցիկ հյուրանոցներից մեկում, որտեղ գիշերել եմ, հասել եմ այստեղ ուշ ժամին, գիշերել եմ, վաղ առավոտյան արթնացել եմ, հիմա իհարկե նախաճաշ, որից հետո սկսենք ծանոթությունը այս շրջանի հետ։ Ասում են, այստեղ շատ գեղեցիկ վայրեր կա տեսնելու, այդպես է, թե ոչ, կհասկանանք հենց հիմա միասին։ Հյուրանոցը իդեպ բավական մեծ է, տեսնում եք համարները շարունակվում են և ետնամասում այն համարի, որտեղ ես կանգ եմ առել, ևս համարներ կան, բայց ուշադրություն դարձրեք ինչ գեղեցիկ բնություն է այստեղ։ Ես հիմա հասկանում եմ ինչու են շատ շատերը կանգ առնում հենց այստեղ, ջրում ձկներ, լողում են իրենց համար, ինձանից աջ գտնվում է գետը, որտեղով նավակները տեսնում եք անվերջ շրջում են մի կողմից մյուս կողմ, վաղ առավոտից բոլոր զբոսաշրջիկները արդեն ջրային սաֆարի են այստեղ կազմակերպում տեսնելու համար շատ ու շատ թռչունների։ Իսկ այս կողմում տեսեք նորից համարներն են։ Ընդհանրապես այս հյուրանոցը պետք է նշեմ, որ միակն է այս հատվածում և իհարկե բրավո այն մարդկանց, ովքեր ստեղծել են այս հյուրանոցը, որովհետև միտքը շատ լավն է։ Ջրի վրա կառուցել են հյուրանոց, որտեղ սիրով կանգ են առնում զբոսաշրջիկները, ովքեր որոշում են բացահայտել Ինդոնեզիայի այս կղզին։ Ես հիմա կարդում եմ ձեր մտքերը, որովհետև վստահ եմ ձեզանից շատ-շատեր ասում են Վարդան, ցույց տուր համարը, ինչպիսին էր այն։ Ահա եւ համարը, որտեղ էլ ես այս գիշեր գիշերել եմ եւ առավոտյան թարմ արթնացել, որտեղ շատ լավ եմ քնել։ Իհարկե ոչ մի շքեղություն այստեղ չկա, դե այդպես էլ պետք է լիներ։ Ավելին սպասել իհարկե պետք չէր։ Մահճակալ, որը այդքան էլ հարմար չէր, բայց ես այսպես շատ հանգիստ քնել եմ, որովհետև երկար թռիչքներից հետո բավական հոգնած էի։ Համարը շատ փոքր չէ, հարմարավետ, իհարկե գիշերը ինչ որ ձայներ գալիս էին եւ մութ էր շուրջ բոլորը, դե կարծում եմ այստեղ շատ կենդանիներ կան, դա նորմալ է, որովհետև մենք ջունգլիներում ենք, բայց ինձ թվում է այս հյուրանոցում մեկ գիշեր կանգ առնելը ուղղակի հրաշալի է։ Ես կարծում եմ վառ տպավորություններ այստեղից հաստատ ձեզ հետ կարող եք տեղափոխել դեպի Հայաստան, ինչն էլ այսօր արեցինք մենք մեր նկարանող թիմով։ Իսկ ես շտապ եմ հանդիպելու իմ զբոսավարին, սակայն մինչ այդ իհարկե պետք է նախաճաշել, այնպես որ գնանք ռեստորան, հետո հանդիպենք զբոսավարին ու սկսենք շրջել այս հրաշք վայրում։ Սայլ նախաճաշի վայրը, բարի լույս։ Բարի լույս, ինչ հրաշալի է, որ այստեղ ես ու մեր հյուրն ես։ Հրաշալի, ինչպես կարող է ես այստեղ արթնանալ այս գեղեցկությունը տեսնելուց հետո, որտեղ երբ մենք ժամանեցինք գիշեր էր, առավոտյան երբ համարից դուրս եկա ու այս ամենը տեսա, հասկացա, որ ես շատ հրաշալի վայրում եմ։ Եկ նստենք այստեղ։ Ահա, այստեղ։ Միջ կվայելեմ նախաճաշը, նստեք ինձ հետ միասին, ասացեք ինձ խնդրում եմ, ինչ հյուրանոց է սա, ինչպես որոշեցիք այն ստեղծել։
Մենք ունեինք տարածք, որը ինքնին արդեն այնքան գեղեցիկ ու տպավորիչ էր, որ երբևէ որևէ մեկին անտարբեր չէր թողնում։ Հյուրեր շատ էինք ունենում, ովքեր միշտ ասում էին օգտագործեք տարածքը նպատակային։ Մի օր որոշեցինք, որ սեփական բիզնեսը սկսելու ճիշտ ժամանակն է ու կառուցեցինք ջրի վրա հյուրանոց։ Այո, իդեպ հենց կարծում եմ դրանում է հաղթանակը այս հյուրանոցի, որ այսքան մարդ է ցանկանում այստեղ կանգ առնել, որովհետև այն ջրի վրա է գտնվում։ Իհարկե, դրա գլխավոր հմայքն ու առանձնահատկությունը հենց այն է, որ հյուրանոցը կանգնեցրել ենք ջրի վրա։ Իսկապես մեր հյուրանոցը շատ առանձնահատուկ է։ Իդեպ ես շրջում էի քիչ առաջ հյուրանոցի տարածքում, պետք է նշեմ, որ շատ գեղեցիկ էր։ Իրականում մեկ գիշերվա համար այստեղ ուղղակի հաճույք կարելի է ստանալ գիշերելիս։ Ես գիտեմ, որ նախաճաշը ներառած է, այսինքն ես նախաճաշելու եմ։ Ինչ եք սովորաբար հյուրասիրում ձեր հյուրերին։ Մենք երկու տեսակի նախաճաշ ենք առաջարկում մեր այցելուներին, այսինքն ավանդական թեյ, սուրճ, կատնամթերք, օշարակներ ու մուրաբաներ, նրբերշիկ, ձու, շիլաներ, թե կարճ ասած այն ամենը, ինչով սկսում են օրը աշխարհի երևի թե բոլոր մարդիկ։ Իսկ մյուսն արդեն խիստ ինդոնեզիական նախաճաշ է, որում մեր խոհանոցային հատուկ ուտեստներն են առաջարկվում։ Գիտեք, քանի որ դեռ մոտ 30 րոպե կա մինչ իմ զբոսավարը կհասնի այստեղ այս հյուրանոց եւ մենք նավակներով կսկսենք շրջել առաջին այս տարածքում, ես ուզում եմ որպեսզի դուք ինձ ծանոթացնեք նաեւ հյուրանոցի տարածքի հետ, որից հետո արդեն նախաճաշ, բայց ես պետք է խնդրեմ, որպեսզի թույլ տաք նկարը անենք խոհանոցում, ինչ նախաճաշ եք դուք պատրաստում։ Գնանք։ Իհարկե մեծ հաճույքով ցույց կտանք ամեն բան։ Մինչև կհասնենք խոհանոց, ուզում եմ ուշադիր լինես միաժամանակ թե մեզ շրջապատող բնությանը եւ թե այս մի քիչ խուճուշ ճանապարհներին, թե չէ կարող է տարվես այս տեսարանները ու հանկարծ հայտնվես ջրում։ Չէ՞ որ մենք սովոր ենք տեղանքին, բայց դու որպես նորեկ այդքան էլ լավ չգիտես, թե որ ոլորանից հետո ինչն է գալիս։ Սրանք բոլորը մեր սենյակներն են, որոնք այս պահին զբաղեցրած են արդեն։ Բայց դու միայն տես, թե ինչ գեղեցիկ են այդ տնակները, որոնք բառացիորեն թաղված են առատ բուսականության մեջ։ Ինչ գեղեցիկ տեսարան է այս կողմից բացվում։ Բոլորին հետաքրքիր է, թե ինչպիսին է հյուրանոցը, որը կառուցել են ջրի վրա։ Ինչպես են անցնում այստեղ օրերն ու գիշերները։ Ինչպիսին է տեսարանը, երբ մայրամուտ է կամ երբ նոր է բացվում լույսը։ Ահա, դե շուրջ բոլորը իհարկե ջուր է, մենք ջրի վրա ենք եւ արդեն իսկ հաղթած եմ։ Այնպես որ դուք համաձայնեցիք, մենք սիրելի հեռուստադիտողներ միանգամից հայտնվենք խոհանոցում, պատրաստենք նախաճաշը ու անցնենք առաջ։ Գնացինք։ Սա էլ խոհանոցը, բարի լույս բոլորին, այս կողմում աղջիկները առավոտյան արդեն ափսեներն են լվանում, երեկոյան իհարկե շատ էին հյուրերը։ Ինչ ենք այսօր պատրաստում։ Արդեն որոշակի նախապատրաստություն տեսել են աղջիկները։ Ես էլ կարող եմ ցույց տալ, թե ինչպես են թխում այդ բլիթները։ Սա արդեն պատրաստի վիճակում է։ Դե կարծում եմ հեռուստադիտողները ընդհանրապես գիտեն ինչպես է այս ամենը պատրաստվում, բայց այստեղ շատ միրգ են օգտագործում։ Ես գիտեմ եւ պապայայով, եւ չգիտեմ մանգոյով, ձմերուկով, ամեն կերպ այս ամենը պատրաստում եք։ Ինչքան շատ միրգ, այդքան լավ։ Այո, իրավացի ես։ Ես էլ սկզբում դա էի ասում, որ մենք սովորականից շատ ենք օգտագործում միրգ եւ ներառում ենք դրանք հնարավոր բոլոր բաղադրատոմսերում։ Ես ճիշտ եմ, չէ հասկանում, որ սա ընտանեկան բիզնես է, որտեվ ձեր ամուսինը ղեկավարում է հյուրանոցը, դուք հիմնական խոհանոցում եք, ձեր աղջիկները օգնում են աշխատանքներով, մի խոսքով ընտանեկան հրաշալի բիզնես։ Այո, բառացիորեն ընտանեկան բիզնես է։ Տեղը կար, բնությունը արդեն ամեն ինչ արել էր, որ մենք հրաշալի առանձնահատուկ բիզնես ունենանք։ Մնում էր մի քիչ ջանք գործադրել, ինչն էլ արդեն արել ենք։ Արդյունքում հիմա ամբողջ ընտանիքով ունենք աշխատանք եւ եկամտի մեծ աղբյուր։ Ասեմ, որ հաջողությունը բարակիչ է։ Այս հյուրանոցից հետո եւս մեկը բացեցինք մի փոքր հեռու այստեղից։ Տեսնում եք ընդհանրապես փոքրիկ հողատարածք այստեղ այս հատվածում, որից եւ սկսել է այս հյուրանոցի պատմությունը եւ փաստացի արդեն երկու հյուրանոց ունեն նույն անվամբ։ Մյուսը գտնվում է 2 ժամ այստեղից հեռավորության վրա եւ նորից կառուցված է հենց այս ոճի մեջ, այսինքն Մալդիվները Ինդոնեզիայում կամ ինդոնեզական Մալդիվներ։ Պատրաստ է թե ոչ։ Գրեթե պատրաստ է։ Ահա։
Այս մեկը փակեմ, որ այն երկու կողմից եփի, իսկ մյուս բլիթը արդեն կարող եմ հանել ու մատուցել։ Այն պատրաստ է ու վստահեցնում եմ, որ հրաշալի համ ունի։ Քանի որ դուք այստեղ խոհանոցում եք աշխատում, այո, վստահ եմ համեղ է, ես ուզում եմ ձեզ նվիրել, ահա, պղպեղը սև, որը դրված է այն կողմում Royal Armenia-ի, կերակուր պատրաստելիս անպայման օգտագործեք այս պղպեղը։ Ես ձեզ վստահեցնում եմ, այն լավագույնն է։ Իսկ ես գնամ այն կողմ ու վայելեմ այս փանքեյքը։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, Շնորհակալ եմ շատ։ քո փանքեյքը պատրաստ է։ Թեև այն հարուստ է մրգերով, բայց ես առանձին թարմ միտքեր եմ բերել, որ վայելես։ Շնորհակալ եմ։ Ինձ բարի ախորժակ։ Շնորհակալ եմ։ Դե փանքեյքը եւ իհարկե շատ միրգ այստեղ ամեն օրվա ժամին։ Ահա։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Մերսի, ես վայելեմ այս նախաճաշը։ Բարի ախորժակ։ Ինչ վայելեմ այս ամենը վաղ առավոտյան, իհարկե նաև վայելեմ իմ սիրելի Royal Armenia-ի բուչինոն շոկոլադե համով ու սկսեմ օրը։ Հայ հեռուստադիտողները սիրում են տեղեկացված լինել յուրաքանչյուր փաստից։ Ուստի վստահ եմ, հենց հիմա ձեզանից շատ-շատեր ասում են, Վարդան, ինչ արժեր մեկ գիշերը գիշերել այս հյուրանոցում։ Ես իհարկե American Express Gold քարտի միջոցով վճարումս կատարեցի, իսկ վճարումը մեկ գիշերվա համար կազմեց $140։ Շատերը կասեն թանկ է, բայց տեսեք որտեղ եմ հայեր, եւ այս պահին իմ զբոսավարը այստեղ է ու ես հանդիպում եմ նրան։ Ի վերջո, բարի լույս։ Բարի լույս, ուրախ եմ, որ հանդիպեցինք, Վարդան։ Շնորհակալ եմ, բարի լույս, լույսը բացվեց, օրը սկսվեց, դա նշանակում է մենք ճամփորդությունը կարող ենք համարել սկսված։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք ինձ օգնել, այսօր ինձ հետ շրջել այս գեղեցիկ վայրերում։ Մի փոքր եկեք ծանոթացնենք մեր հեռուստադիտողներին։ Ռամանկ, ինչ գյուղ է սա։ Շատ ուրախ եմ, որ դու որոշել ես բացահայտել մեր ամենագեղատեսիլ վայրերից մեկը։ Ռամա հանգստավայրը համարվում է Ինդոնեզիայի հրաշքը կամ Մարգարիտը, ինչպես այստեղ են ասում։ Այն բնության շնորհիվ այնքան գեղեցիկ ու տպավորիչ է, որ երբ մարդիկ այցելում են այս վայր, այլևս չեն ցանկանում հեռանալ այստեղից։ Եվ ես նրանց հասկանում եմ։ Գետի ափին փռված այս գյուղակը հիմա դարձել է մեր ամենաթանկարժեք հանգստավայրը, որովհետև այն հիշեցնում է դրախտային կղզիներ, որոնք հանդիպում են Մալդիվներում կամ Բալիում։ Շուտով կսկսենք մեր ճամփորդությունը գետի երկայնքով։ Կտեսնես նաև այս հովտում ապրող մարդկանց կենցաղը։ Ահա, այսպիսի հագեցած օր է այսօր մեզ սպասում, սիրելի հեռուստադիտողներ։ Գիտես, կղզին, որտեղ մենք գտնվում ենք, Սուլավեսին, այդքան էլ հայտնի չէ աշխարհով մեկ։ Ինչը չեմ ասի, օրինակ Հարևան կղզու մասին, Բալիի մասին գիտեն բոլորը, իդեպ այն այստեղից շատ մոտ է, թռիչքով մոտ 1 ժամ կամ նավով 12-13 ժամ եւ դուք Բալի կղզում եք։ Այ ինչու այս կղզին այդքան հայտնի չէ։ Ես տեսնում եմ այստեղ եւս շատ գեղեցիկ է։ Այո, Սուլավեսին այդքան էլ հայտնի չէ, թեև կամաց մարդկանց ուշադրության կենտրոնում է հայտնվում։ Չեմ կարող հստակ ասել, թե ինչու օրինակ Բալիի մասին բոլորը գիտեն, իսկ Սուլավեսիի մասին շատ քիչ են տեղեկացված։ Սա երևի ուղղակի հանրահռչակման հարց է, ոչ ամբողջական PR, ինչպես ասում են։ Այսպիսի կղզի այստեղ Ինդոնեզիայում, այն իսկապես գեղեցիկ է ու հավատացեք այստեղ եւս շատ բան կա տեսնելու։ Չմոռանանք նաեւ լողափերի մասին, այստեղ եւս կան շատ մաքուր լողափեր, որտեղ կարող եք լողալ։ Ուղղակի Ինդոնեզիայի կառավարությունը որոշել է այսպես ավելի ճանաչված դարձնել հենց Բալի կղզին եւ ամենուր իհարկե խոսվում է հենց այդ կղզու մասին ու շատ հոլիվուդյան ֆիլմեր նկարվում են հենց Բալի կղզում, ոչ այստեղ։ Իրավացի ես։ Ահա, շատ լավ, մենք նավակով ենք հիմա շրջելու, այնպես որ ես շնորհակալություն հայտնեմ եւս մեկ անգամ այս հյուրանոցի անձնակազմին, այս գեղեցիկ երեկոյի ու հաճելի գիշերվա համար ու շտապեք առաջ։ Տեղավորվենք նավակում։ Այո, նավակն արդեն սպասում է մեզ։ Օհ։ Այսպես։ Ինչ սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալ եմ այստեղ, այս վայրում եւ
Ռամանք գյուղում իմ ճամփորդությունը սկսված է։ Սկսենք բացահայտել այն։ Գնացինք։ Ես որոշեցի հենց այս տարբերակն առաջարկել քեզ, քանի որ այստեղ կարող ենք համ գետը վայելել, համ կպատմեմ քեզ ճանապարհին հանդիպող տարբեր վայրերի մասին։ Բացի դա, մեծ քանակությամբ դաշտեր կտեսնես։ Այստեղ էլ հիմնականում բրինձ ու բանջարեղեն են աճեցնում։ Մենք հիմա որ ուղղությամբ էլ նայենք կտեսնենք գյուղեր, որոնցում ապրող մարդիկ զբաղվում են նշածս գյուղատնտեսական աշխատանքներով։ Այսինքն շուրջ բոլորը գյուղեր են։ Այո, շուրջ բոլորը գյուղեր են, որոնք բավական խիտ են բնակեցված։ Գյուղերից յուրաքանչյուրը հմտացած է որոշակի գյուղատնտեսական աշխատանքում։ Իրականում այս կղզին բավական հեռու ու առանձնացված է մնացած ինդոնեզական աշխարհից։ Նրանք կապված են իրար հետ միայն գետի շնորհիվ։ Սա էլ հաղորդակցման ու տեղաշարժման հիմնական տարբերակն ու ճանապարհն է։ Եվ լուր ու ոչ պաշտոնական համաձայնությամբ գյուղի բնակիչները կարողացել են ամեն մեկը մի գործում հմտանալ։ Սա բավական արդյունավետ տարբերակ է։ Մի գյուղը բրինձ է մշակում, մյուսը ձկնորսություն անում, երրորդն էլ եղջերավորներ բազմացնում, հետո մարդիկ փոխանակում ու առևտուր են կազմակերպում իրար մեջ։ Արդյունքում էլ բոլորը երջանիկ են, բավարարված ու ապահովված, ինչը քիչ բան չէ մեր օրերում։ Վստահ կարող եմ ասել, այս գետը տեղի բնակիչների համար հաց ու ջուր է, որովհետև ինչ կա այս մոտակայքում եւ պլանտացիաները, դաշտերը, ամեն ինչ ջրի կողքին է գտնվում, ուստի նրանք նավակներով են շրջում։ Տեղաբնակները բոլորը ունեն նավակներ, ինչպես նաև բնականաբար տրանսպորտային նշանակություն ունեցող նավեր են աշխատում գետի վրա, որոնց օգնությամբ բոլոր այն ընտանիքները, որ չունեն սեփական նավակը, կարողանում են տեղից տեղ գնալ։ Իդեպ միայն այս բնությունն ու տեսարանը արժե, որ ոչ մի բանից չբողոքենք, կհամաձայնես, չէ՞։ Այո, ես հենց դրա մասին եմ ուզում խոսել, տեսեք ինչ գեղեցիկ տեսարան է բացվում մեր առջև։ Իմ զբոսավարը որոշեց արևից պաշտպանվել կրելով գլխարկ, ես դե ինձ համար նորմալ է, ես սովոր եմ եւ արևից չեմ վախենում։ Վայրերը շատ գեղեցիկ են։ Ճիշտ են ասում, որ երբ երկար գտնվում ես ջրի վրա, իսկ շուրջ բոլորդ էլ կանաչ անտառներ ու դաշտեր են, մի տեսակ խաղաղություն է իջնում քեզ վրա ու նյարդերդ հանգստանում են։ Այստեղ մեծ քաղաքների ռիթմը այսպես թե այնպես չկա, բայց դե մենք էլ մեր չափով ենք հոգնում ու հանգստանալու խաղաղվելու առիթից հաստատ չենք հրաժարվում։ Կասեք, ինչով են այստեղի բնակիչները հիմնականում զբաղվում։ Զբաղվում են գյուղատնտեսական բոլոր աշխատանքներով, ինչպես արդեն քիչ առաջ ասել էի։ Երեխաների շատ քիչ քանակն է դպրոցներն ավարտելուց հետո գնում մայրաքաղաք ու մասնագիտական կրթություն ստանում։ Այնպես որ քաղաքի հետ կապ ունենում են միայն նրանք, ում երեխան ուսման մեծ ծարավ ունի։ Մեկնում է մայրաքաղաք ու որևէ մասնագիտացում ստանալուց հետո մնում այնտեղ։ Հարցը, որ այս պայն ծագում է ինձ մոտ, իհարկե նորմալ է։ Այս ջրերում կոկորդիլոսներ չկան։ Ոչ, իհարկե, այս ջրերը շատ խորն են ու շատերի մոտ է այս հարցը ծնվում, բայց անհոգ եղիր, կոկորդիլոսներ չկան, կամ էլ նրանք միայն այն ժամանակ են հայտնվում եւ գետի այն հատվածներում, որտեղ մարդկային շարժ ուղղակիորեն չկա։ Ես գիտեմ, որ կոկորդիլոս բառն անգամ սարսափեցնում է, բայց նրանք առանձնապես մարդկային ինտերակցիոն չեն սիրում, չեն փնտրում եւ խուսափում են մարդաշատ վայրերից, այնպես որ հանգիստ եղիր։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն եկեք մի քանի վայրկյան ուղղակի լռեմ եւ վայելեմ այս գեղեցկությունը։ Տեսեք ինչ սիրուն է այստեղ։ Դրախտ։ Մինչև կհասնենք մեր նշանակետին, մի քիչ պատմեմ այստեղի ժողովուրդների մասին։ Առհասարակ այս բոլոր տարածքները Սուլավեսի կղզու գյուղերն են համարվում, բայց մարդիկ, որ ապրում են այստեղ, թեև բավական մոտիկ են մեկը մյուսին ու գյուղերն էլ այդքան մեծ հեռավորության վրա չեն դասավորված, բայց միևնույնն է, նրանք բոլորը խիստ տարբեր մշակույթներ, ավանդույթներ ունեն։ Ու անգամ կրոնի հարցում են տարբերությունները շատ։ Այստեղ կան մուսուլմաններ, բուդդիստներ ու քրիստոնյաներ։ Հենց դրանից ելնելով էլ ամեն մեկն ունի իր հավատալիքը
իր ավանդույթն ու ծիսակարգերը։ Սա գուցե մի քիչ տարօրինակ է, բայց այդպես է։ Ես ուզում եմ հարցնել այ հավատքից, ինչն է հետաքրքիր մեկ կղզի, սակայն Տորաջայի հատվածում բոլորը քրիստոնյա են, իսկ այս հատվածում Այո, Տորաջայում հիմնականում քրիստոնյաներ են։ Այստեղ էլ մուսուլմանական կրոնի հետևորդներն են։ Որքան շատ լինենք ցամաքի վրա, այնքան կտեսնես ամեն գյուղում տվյալ կրոնին հատուկ կառույցներ, խորհրդանիշեր ու ավանդույթներ։ Աստվածի մեզ ինչ տեսարանա բացվում մեր առջև։ Այո, բնությունը երբեք որևէ մեկին անտարբեր չի թողնում այստեղ։ Այս լեռները գոյացել են դարեր առաջ տևտոնական շարժումների արդյունքում։ Մեզ մոտ այստեղ կանգառ է, ինչ ենք տեսնելու։ Մենք հիմա կանգ ենք առնելու մեր նորագույն գյուղերից մեկում։ Այստեղ ուզեցի անպայման կանգառ ունենանք, որովհետև գյուղը համեմատաբար նոր է։ Այստեղ մարդիկ ապրում են բրինձ աճեցնելով ու ձկնորսություն անելով, բայց դրա հետ մեկտեղ, չնայած որ գյուղը համեմատաբար նոր է կառուցված ու տները եւ շրջակայքը շատ թարմ տեսք ունեն, բայց ապրողները հնաբնակներ են։ Դե գրանք ներս, տեսնենք ինչպիսին է ձկնորսների գյուղը այստեղ այս կղզում։ Գնանք։ Ահա։ Շնորհակալ եմ։ Ահա։ Նկարանումների ժամանակ ես կանգ եմ առնում հյուրանոցներում եւ այսօրը բացառություն չէ։ Տեսեք ինչ գեղեցիկ հյուրանոցում եմ կանգ առել, այստեղ հյուրերը շատ են, ահա հյուրերը արդեն գալիս են, իսկ ես վճարումը կատարել եմ American Express Gold քարտի միջոցով, ինչը խորհուրդ եմ տալիս նաեւ ձեզ տեղում, թե առցանց բոլոր վայրերում վճարումը կատարեք հենց այս քարտի օգնությամբ եւ հավաքեք միավորներ, որոնք Հայաստան վերադառնալիս կարող եք փոխարինել տարբեր նվերներով։ Շատերն այստեղ են գալիս ուրբաթ երեկոյան, աշխատանքից հետո, անցկացնում այստեղ 2 օր ու կիրակի վերադառնում իրենց զբաղված առօրյային, լիցքաթափված ու նոր ուժեր կուտակած։ Տեղի բնակիչներն էլ օգտվելով այս իրողությունից շատերն իրենց տները հյուրատուն են դարձրել, կամ էլ եթե ոչ ամբողջ տունը, ապա դրա սենյակները հանձնում են վարձակալությամբ ու լրացուցիչ եկամտի աղբյուր ունենում։ Փաստորեն այստեղ բնակիչները, այսինքն ձկնորսների ընտանիքները աճեցնում են իդեպ ահա բարև բոլորին, աճեցնում են բանջարեղեն, նաև կան մրգի ծառեր այստեղ, մի խոսքով պարապ ոչ ոք այստեղ չի մնում։ Ոչ, պարապ մնալն այս ժողովրդի համար չէ, կամ ձկնորսություն են անում, կամ բրինձ աճեցնում, կամ էլ հող մշակում եւ այգիներ տնկում։ Սա վերաբերում է բոլորին, երեխաներին, մեծերին ու տարեցներին։ Ոչ ոք անգործ ու պարապ չի սիրում լինել։ Ասեմ քեզ, որ այստեղ նաև հատուկ յոգա ակումբներ են հիմնել, որտեղ եկվորները սիրում են մեդիտացիաներ անել ու ժամանակ անցկացնել։ Կարճ ասած, երբ քեզ ասում էի, որ սա շատ նոր, թարմ ու ժամանակակից գյուղ է, հենց նման երևույթներով պայմանավորված էի ասում։ Մարդիկ այստեղ հետամնաց չեն։ Նրանք հասկացել են, թե ինչ է հետաքրքրում այսօրվա մարդկանց, գտել են այդ հաճույքները պատճառելու եւ առաջարկելու տարբերակները, հենց այս ամենով էլ պայմանավորված ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց մեր կղզին եւս մեծ համբավ ձեռք կբերի ու կդառնա տուրիստական գլխավոր կենտրոններից մեկը։ Գիտես, ես առաջարկում եմ դու ինձ թույլ տաս մի քանի րոպե ինքնուրույն այստեղ շրջելու, այս գեղեցկությունը տեսնելու, որովհետև այսպես արագ այստեղից հեռանալ հարկավոր չէ։ Միայն տեսեք ինչ գեղեցիկ է այստեղ։ Այստեղ պետք է 1 ժամ կանգ առնել։ Ես այդքան ժամանակ չունեմ, բայց ինքնուրույն փորձեմ շրջել այս փոքրիկ դրախտավայրը։ Միայն տեսեք առջևում ինչ տեսարան է բացվում, լեռները, այս բնությունը եւ իհարկե տները։ Ահա տեսնում եք ձախ կողմում, աջ կողմում հենց ջրի վրա են ապրում մարդիկ, իհարկե տները մի փոքր ավելի բարձր են կառուցվում, ինչու որովհետև ջուրը շատ հաճախ անձրևային սեզոնին բարձրանում է եւ որպեսզի տունը չհայտնվի ջրի մեջ, իհարկե տները կառուցում են ել ավելի բարձր, ուշադրություն դարձրեք։ Այս պահին իհարկե շատ մարդ էստեղ չկա, ինչը շատ ավելի հաճելի է ինձ, որովհետև ձկնորսները այս պահին որսի են դուրս եկել, իսկ կանայք եւ ընտանիքի անդամները այս պահին դաշտերում աշխատում են, բայց հավատացեք, միայնակ այստեղ շրջելը ուղակի հրաշք է։ Կարծես երկրագունդը ինձ նվիրած լինեն եւ ես լինեմ միակ սեփականատերը այս ամենի։ Ուղակի հրաշք է։
այս պահին էլ էներգիան կփոխանցի բումվեստը, որպեսզի կարողանամ ողջ օրը շրջել ու նման հրաշալի վայրերում հայտնվել։ Կենթանական աշխարհի մասին մի փոքր հասցրեցի պատմել։ Հիմա ուզում եմ ուշադրությունդ այս բույսին հրավիրել։ Այն պտղատու է, շատ համեղ պտուղներ ունի, մեծ տարածում ունի կղզում։ Ամենուրեք աճում է այս բույսից։ Իդեպ, մինչև պտուղ տալն էլ ծաղկում է ու զարդարում շուրջ բոլորը։ Իսկ որ ամենակարևորն է, այս բույսի պտուղից նաև գինի ենք ստանում։ Տեսնում եք, նույնիսկ գինի, ահա, ես վստահ եմ համեղ գինի։ Դե բնակիչները ինչ պետք է անեն երեկոյան ժամերին, նստեն, այսպես էս գեղեցիկ վայրում ու վայելեն երեկոները, վայելեն գինին։ Ես գիտեմ, այստեղ շատ սիրում են երաժշտություն վայելել, պարել, ուրախանալ։ Մի խոսքով մարդիկ այսպես ուրախ են ապրում։ Այո, մարդիկ շատ ուրախ ու անհոգ են այստեղ, որովհետև նրանք ծույլ չեն։ Ամեն ինչից կարողանում են եկամուտ ստանալ, աշխատում են, արարում ու հետո էլ վայելում են կյանքը։ Եթե կուզես, կարող ենք անգամ ընտանիքներից մեկին այցելել ու ինքդ կհամոզվես, թե ինչ բարի եւ կենսուրախ մարդիկ են ապրում այստեղ։ Իհարկե, եթե այստեղ ենք, ուստի մեզանից աճ գտնվող տանը բնակիչները տեղում են, տանն են, այնպես որ գնանք մտնենք ներս, տեսենք ինչպես են մարդիկ ապրում այստեղ այս գյուղում։ Օհ։ Նավակներն էլ տեղացիների մեքենաներն են, ինչպես մեզ մոտ յուրաքանչյուր բակում շատ մեքենաներ են, այստեղ էլ յուրաքանչյուրի տան դիմաց իհարկե նավակ։ Բնականաբար, քանի որ քիչ առաջ հենց այդ մասին էի պատմում քեզ։ Բոլորը տեղաշարժվում են գետով, նրանք տեղից տեղ գնում են նավակով, լինի դա հարևան գյուղ թե ավելի մեծ քաղաքներ, ճանապարհը մեկն է, գետը, հետևաբար ամեն մեկն ունի իր նավակը։ Կան ընտանիքներ, որոնք մի քանի նավակ ունեն, ինչպես օրինակ լինում է, երբ մի ընտանիքում ասենք մի քանի մեքենա է լինում։ Բացի նրանից, որ սա տրանսպորտի միջոց է, նավակը նաև ամենօրյա ձկնորսության խնդիրն է լուծում։ Իսկ ինչ ձուկ են որսում այստեղ։ Այս ջրերում ամեն տեսակի ձուկ էլ կա, կենթանական աշխարհը շատ հարուստ է ու բազմազան։ Հիմա երևի թե չմտաբերեմ հստակ անվանումներ ու չկարողանամ թվարկել բոլոր ձկնատեսակները, բայց մտքովդ ինչ անցնի կգտնես մեր շուկաներում։ Իդեպ մենք մոտեցանք արդեն ավանդական տներից մեկին։ Ամենակարևորը, որ ուզում եմ քեզ ասել այն է, որ այստեղ բոլոր տները մի քանի հարկ ունեն։ Ողջույն, ողջույն, բարևներ, ահա, սալամատ։ Մարդիկ, որպեսզի կարողանան փրկել իրենց ունեցվածքը, արագ տեղափոխվում են վերևի հարկեր։ Երբ ջուրը վարարում է, ապրում են վերևում։ Հետո, երբ եղանակը խաղաղվում է, նորից իջնում են ներքև։ Այսինքն բնակիչները բոլոր եղանակներին պատրաստ են։ Անձրև է, ջուրը բարձրանում է, ոչ մի խնդիր, բնակվում են երկրորդ հարկում։ Ջուրը հեռվանում է եւ այս բարձրությանն է լինում, նշանակում է կարող են ապրել արդեն առաջին հարկում։ Մտնենք ներս, տեսնենք ինչպես են ապրում։ Մենք ներսի հատվածում ենք, տունը բավական փոքր է, ինչպես տեսնում եմ այս կողմում խոհանոցն է, հեռուստացույցը, հետաքրքիր դիզայնով եւ նկարներ։ Այո, հիմնականում բոլոր տները շատ նման են, ներքին կառուցվածքով ու հարդարանքով։ Մարդիկ սիրում են հեռուստացույց դիտել ու դա նրանց հիմնական զբաղմունքն է, այնպես որ բոլոր տներում հեռուստացույց հաստատ կգտնես։ Իսկ հետաքրքիր է, քանի ընտանիք է այս գյուղում ապրում։ Այս գյուղում 60 ընտանիք է ապրում։ Այն համարվում է ոչ շատ մեծ գյուղ։ Բոլորը խիստ կապված ու մտերիմ են իրար հետ։ Գյուղը շատ բարի ու լավ մթնոլորտի մեջ է ապրում։ Բնականաբար 60 ընտանիքները մեկը մյուսին ճանաչում են, ոչ թե հարևաններ են, այլ բարեկամներ։ Բարձրանանք երկրորդ հարկ, տեսնենք ինչ տեսարան է այնտեղից բացվում։ Օհ, բարձրանանք երկրորդ հարկ։ Միասին չեն կարող բարձրանալ, որովհետև վտանգավոր է, ասում են այս աստիճանները նախատեսված են տեղացիների համար, իսկ տեղացիները գիտեք փոքրամարմին են։
Ահա եւ մենք հիմա երկրորդ հարկում ենք։ Հենց սա էլ համարվում է տան հիմնական հատվածը, քանի որ տան կահ-կարասին այստեղ է, արդեն ասել եմ թե ինչու։ Բայց մի խնդիր կա միայն, քանի որ կլիման այստեղ բավական խոնավ է, իսկ տներն էլ հիմնականում կառուցված են փայտից, հատակն ու առաստաղը հաճախ փտում է եւ մշտապես վերանորոգման աշխատանքների կարիք է լինում։ Տան պապիկը նստած ամբողջ օրը ցանց է հյուսում, որովհետեւ սա ձկնորսների գյուղի հիմնական աշխատանքային գործիքն է։ Այսինքն սերունդ այս ամենը շարունակվում է։ Այս երիտասարդի պապիկը, ծնողները, ինքը եւ երեխաները եւս շարունակելու են զբաղվել ձկնորսությամբ։ Այո, այստեղ ամեն բան հենց այդպես է։ Բոլոր հմտությունները փոխանցվում են հորից որդուն, քանի որ միայն այդպես կարող են պահպանել իրեն ժողովրդի ավանդույթներն ու արհեստները։ Բայց իհարկե, ինչպես ասացի առաջին իսկ հարկում, վստահ էի, որ շատ գեղեցիկ տեսարան է բացվելու, ահա եւ ապացույց իմ խոսքերի։ Դե դատարկաձեռն այս տուն հյուր գալ, ես չէի կարող, դրա համար կնվիրեմ այս գինին տակառը, որը վստահ եմ ամբողջ ընտանիքով երեկոյան կվայելեն։ Ահա փոքրիկ նվեր Հայաստանից։ Այստեղից եւս տեսեք ինչ տեսարան է բացվում, գեղեցկություն, Ինդոնեզիայի դրոշը, ես եւ իմ զբոսավարը։ Այո, այստեղից ու բոլոր տեղերից հրաշալի տեսարաններ են բացվում։ Իդեպ այս անտառները մեծ նշանակություն ունեն ոչ միայն մեզ համար, այլև գիտնականների ու մասնագետների։ Շատ ու շատ տարբեր երկրներից մեր կողմերն են գալիս երկրի ընդերքն ու բուսականությունն ուսումնասիրող մարդիկ։ Ինդոնեզական բնությունն ու կլիման մշտապես գիտնականների ուշադրության կենտրոնում է։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն հայտնենք այս գյուղին նման տեսարանների համար ու շարունակենք մեր հետաքրքիր օրը։ Գյուղը այցելեցինք, շնորհակալ եմ։ Ուր ենք գնում հիմա։ Հիմա շարունակելու ենք մեր էքսկուրսիան ու նորանոր բացահայտումներ ենք անելու։ Ես ուզում եմ, որ գնանք պատմական մի վայր, որտեղ վաղնջական ժամանակներից մնացած մի քանի բնական կոթող եմ ցույց տալու քեզ։ Երբ ասում եմ կոթող, նկատի ունեցիր, որ խոսքը ոչ թե մարդու կողմից կառուցված հուշարձանների, այլ բնության ստեղծած գլուխգործոցների մասին է։ Ահա, դե հետաքրքիր օր է, չէ, ասում եմ։ Այստեղ ոչ հետաքրքիր լինել չի կարող։ Ճանապարհը տեսարժան է ու հետաքրքիր, որովհետև բնությունն այս կողմերում մի լավ աշխատել է։ Այն ամենն ինչ տեսնում ես, բնական երևույթների արդյունք է։ Այդ ամենին նաև գետի հունն է նպաստում։ Տեղ-տեղ լայնանում է, որոշ հատվածներում նեղանում ու դրանով եւս ստեղծում հետաքրքիր լանդշաֆտային գոտի, ասես դիզայներական աշխատանք լինի։ Վերջապես հասանք հաջորդ կետ։ Այո, արդեն հասանք հերթական նշանակետին։ Հիմա զգուշորեն իջնենք նավակից, այստեղ հիմնականում գյուղատնտեսական աշխատանքներ են ծավալվում, բայց տեղը նաև հետաքրքիր է այնքանով, որ բավական գեղեցիկ ու անսովոր միջավայր է։ Մենք տեղում ենք, իջնենք նավակից, այն մեզ իհարկե սպասելու է, որտեղ մենք վերադառնալու ենք դեռ ու շրջենք այս նավակով։ Այստեղ բրնձի դաշտեր են, որոնք ընդհատվում են ժայռաբեկորներով, թե որտեղից եւ ինչպես են դրանք հայտնվել չգիտենք, բայց գիտենք, որ զբոսաշրջիկները սիրում են այստեղ գալ ու լուսանկարվել։ Ողջույն բոլորին, այո, դե երբ վայրը բավական հայտնի է, զբոսաշրջիկի պակաս հաստատ չի լինում։ Այո, բնականաբար, ինչպես ամեն հայտնի տեղ, այնպես էլ այս մեկը զբոսաշրջիկների մեծ խմբեր է բերում երկիր, բայց հիմա մենք գնում ենք դեպի այն պատմական հուշարձանը, որի մասին ճանապարհին քեզ պատմում էի։ Այն շատ հետաքրքիր լեռնագոյացության արդյունք է, որի հետ բազմաթիվ լեգենդներ ու միֆեր են կապված։ Դու
այսօր այնպիսի վայրեր ես ցույց տալիս ինձ ու հեռուստադիտողներին, որ ես չգիտեմ ինչ խոսեմ։ Անկեղծ միայն ուզում եմ զմայլվել ես գեղեցկությամբ ու լսել քեզ։ Այո, մենք հիմա հենց այն վայրում ենք, որը տեսնելու են գալիս բոլոր նրանք, ովքեր այցելում են Ինդոնեզիա։ Միայն տես, թե ինչ անսպասելի լուծումներ են ստացել ժայռերը, որոնք ասես մեկը մյուսի վրա հենված լինեն։ Ու թվում է, թե հենց այս դիրքի շնորհիվ էլ կանգուն են մնում։ Սրանք նախամարդկանց քարանձավեր են հիշեցնում։ Նման վայրեր երևի էլի կան աշխարհում, բայց այստեղ մեզ մոտ դրանք շատ գեղեցիկ են։ Ամեն դեպքում Սուլավեսի կղզին հաստատ ամենագեղեցիկ վայրերն է առաջարկում զբոսաշրջիկներին։ Ես գիտեմ, որ նման վայր գոյություն ունի նաև Մադագասկարում, երբ մենք նկարահանում էինք Մադագասկարը, ցավոք եղանակային պայմանները թույլ չտվեցին այցելել այդ վայր, բայց կարծես զգում էի, որ մի օր հայտնվելու եմ նման մի վայրում եւ պարզվեց այդ վայրը հենց այստեղ է Ինդոնեզիայում։ Եթե նկատեցիր, հատակը մի տեսակ խորթուբորդ է, բանն այն է, որ այստեղ անընդհատ սողանքներ են գրանցվում, որոնց հետևանքով էլ միջավայրը փոփոխություն է կրում։ Եթե գաս այս քարանձավերի մոտ, ասենք մի 5 տարի հետո, գուցե այն ամբողջովին վերափոխված գտնես։ Ես հասցրել եմ տեսնել արդեն մի քանի տարբեր տեսքով։ Կասես այս հատվածը գտնվում է Ինդոնեզիայի պետության հսկողության ներքո, թե արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ն է հսկում այս հատվածը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռևս չի հսկում, բայց արդեն խոսակցություններ կան այդ ուղղությամբ։ Դեռևս այն հսկում է ինդոնեզական կառավարությունը, բայց ասում են, որ այս կազմակերպությունը սկսել է հետազոտական աշխատանքներ ու չի բացառվում, որ այն ներառվի ոչ նյութական արժեքների կազմում։ Մենք հասանք վայր, որտեղ էլ ձկնորսության են գնում գյուղի բնակիչները, որտեղ այսօր մենք այցելեցինք, սակայն սա եւս փոքրիկ մի գյուղ է, որտեղ հենց հիմա գտնվում ենք։ Նման փոքրիկ գյուղեր այստեղ շատ կան։ Դրանք ավելի շատ համայնքներ են։ Ուղղակի քանի որ ընտանիքները շատ են, մենք կոչում ենք գյուղեր։ Կոնկրետ այս գյուղում ձկնորսներ են ապրում, որոնք ունեն իրենց ավանդույթներն ու կենցաղը։ Բոլոր ընտանիքները այստեղ ունեն նավակներ ու ստանում են այլ նավակներ կառավարությունից։ Այսինքն վերադառնալուց հետո ձկնորսությունից, երբ այս ամենը վաճառում են, գումարի մի մասը վճարում են պետությանը, քանի որ այս ամենը պետությունը որպես օգնություն է նրանց տալիս։ Իրականում այս գյուղի ու կառավարության միջև շատ փոխշահավետ համագործակցություն է տեղի ունենում։ Նրանք նավակներ են ստանում, գնում ձկնորսության, ամբողջ որսը վաճառում են կամ հանձնում ու ստացած եկամուտը կիսում են կառավարության հետ։ Իրականում գյուղում մեծ իրադարձություն է, օտար երկրացի եկել, ահա երեխաները ինձ են նայում, ժպտում են եւ շատ ձուկ այս կողմում չկա, բայց ամեն դեպքում լավ է, որ կարող ենք տեսնել, թե ինչ ձուկ են հիմնականում այստեղ որսում։ Այստեղ ամենատարածված ձկները այս փոքրիկ տեսակներն են։ Դրանք շատ մեծ տարածում ունեն, որովհետև չորացնում են աղով եւ հետո մեծ քանակությամբ իրացնում։ Այս փոքրիկ ձկնատեսակն օգտագործվում է ինչպես ուտեստների մեջ, այնպես էլ ուղակի որպես խորտիկներ են վաճառում։ Իրականում դրանց պահանջարկը շատ մեծ է, որքան շատ են որսում ու չորացնում, այնքան շատ են գտնում իրացնելու շուկա։ Իդեպ, այս ձկնիկները նաեւ արտահանում են։ Կասես ձուկը, որ այստեղ որսում են, այն որ հայտնվում է այս կղզու տարբեր անկյուններում, գյուղերում, քաղաքներում արդեն պարզ է։ Ինձ հետաքրքիր է Ինդոնեզիայի այլ վայրեր այն եւս տեղափոխում են եւ արտահանում, թե միայն այս կղզու համար է այս ամբողջ որսը։ Իհարկե ես արդեն ասացի, որ միայն այս կղզու համար չէ, ամեն տեղ էլ արտահանում են, ոչ միայն ամբողջ Ինդոնեզիայի տարածքով, այլ նաև արտերկիր։ Հակառակ դեպքում ընդհանրապես իմաստ չէր ունենա այս գործով զբաղվել։ Տեղացիներն այդքան շատ չեն, նրանք ուղղակի չէին կարողանա ամբողջ որսը ներքին շուկայում սպառել։ Այսպիսին են իրականում ձկնորսների գյուղերը այստեղ Ինդոնեզիայում։ Տեսնում եք յուրաքանչյուր տան դիմաց սեղան, ցանց, ձուկ, տեսնում եք տան դիմաց բոլորի գրեթե փոքրիկ նավակներ, չէ որ սա կարևորագույն տրանսպորտի միջոցն է։ Մի խոսքով ամեն բան այստեղ, նույնիսկ հոտը հիշեցնում է, որ դու գտնվում ես ձկնորսների գյուղում։
Վերջապես հանդիպեցին գյուղի բնակիչներից մի քանիսին, ովքեր այստեղ աշխատում են։ Տեսնում եմ ինչ են անում, այստեղ տարբեր մանր ձկներ են, որոնք վստահ եմ սորտավորում են։ Այո, այստեղ աշխատանքի հստակ բաժանում կա։ Ինչպես ասում էի, տղամարդիկ բռնել են ձուկը, բերել են։ Հիմա կանայք այն բաժանում են ըստ տեսակների, կիսում են, մաքրում են, որ հետո աղակալեն ու փռեն չորանալու։ Չորացնելուց հետո կիրացնեն շուկաներում, կստանան իրենց գումարն ու այս շրջապտույտը կսկսվի նորից։ Այս գյուղերում ոչ ոք երբեք չի խորշում աշխատանքից։ Գիտես ինչն է հետաքրքիր, հիմնական մանր ձկներ են տեսնում եմ։ Այո, այստեղ ամենամեծ տարածում ունեցող ձկները փոքր տեսակներն են։ Դե մարդիկ էլ որսում են այն ինչ կա, ու ասեմ քեզ, լավ լուծում են գտել։ Իսկ թե ինչքան ձուկ կա, այն կողմում դուք ուղղակի պատկերացնել չեք կարող։ Ահա եւ ձուկը, որը արևի տակ չորանում է, իսկ օրեր հետո հայտնվելու է հենց այն վայրում, որտեղ գտնվում ենք վայրկյաններ առաջ եւ իհարկե սորտավորվելու։ Այո, գործընթացը միշտ ընթացքի մեջ է։ Երբ ձուկը բռնում ու բերում են, կանայք դրանք սորտավորում են, հետո արդեն աղակալում ու փռում այս ցանցերի վրա։ Իրականում մոտ 3-4 օր ձուկը պետք է մնա արևի տակ, որովհետև միայն այդ ժամկետում է այն հասցնում նորմալ չորանալ։ Չորանալուց հետո արդեն հավաքում են ու հանձնում վաճառողներին։ Եվս մի հետաքրքիր նրբություն ասեմ քեզ, այստեղ փոքր ձկները շատ ավելի բարձր արժեք ունեն, քան մեծերը, որովհետև արդեն փոքրի վրա աշխատանքն ավելի շատ է ու բարդ։ Քեզ շնորհակալ եմ այսօրվա համար, շնորհակալ եմ այս բոլոր վայրերի համար, որ այցելեցինք, վստահ եմ հեռուստադիտողները եւս այս պայն ասում են շնորհակալություն, ես իրենց փոխարեն քեզ փոխանցում եմ, օրը իսկապես կարելի է համարել ստացված ու վերջում ուզում եմ նվիրել լավագույն հայկական գինին, որը դու այսօր աշխատանքից հետո կարող ես վայելել։ Ահա եւ տակառը, որը սիրով նվիրում եմ քեզ։ Անուշ լինի։ Ես էլ եմ շնորհակալ, որ եկար, ու նաև նվերի համար եմ շնորհակալ, կվայել եմ անպայման։ Իդեպ առաջին հայկական գինին է, որ փորձելու եմ։ Դե որովհետև առաջի հյուրերն ենք Հայաստանից։ Երբ մեր հայրենակիցները այս ծրագիրը դիտելուց հետո սկսեն ճամփորդել այս կղզի, վստահեցնում եմ քեզ շատ նման գինիներ, որակյալ գինիներ նվեր կբերեն, լավ։ Քեզ շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Սիրելի հեռուստադիտողներ, Ինդոնեզիայում հավատացեք, ամեն վայրում հետաքրքիր է։ Ահա եւ վեր, սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալ եմ, որ դիտում եք, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք։ Չտխրեք, ուղիղ մեկ շաբաթ հետո մենք հանդիպում ենք նորից Armenia TV-ի եթերում։ Սպասում եմ ձեր նամակներին Facebook-ում, YouTube-ում, TikTok-ում եւ իհարկե Instagram-ում։ Առայժմ։ Ես պատրաստ եմ։ Հաջորդ ծրագրում ես հայտնվելու եմ Ֆիլիպինների մայրաքաղաքում, Մանիլայում։ Քաղաքը ինձ զարմացնելու է, բայց ամենատարօրինակ վայրը, որ կայցելենք, գերեզմաններն են։ Էնպես որ բաց չթողնենք, լինելու է շատ հետաքրքիր։